Ողջույն, այսօր մենք զրուցելու ենք գրքի և գրքի վիզուալիզացիայի մասին, որն է ավելի տպավորիչ երեխայի համար, գիրքը կամ վիզուալիզացիան, և այսօրվա սաբոտաժյան իմ հյուրն է ռեժիսոր անիմատոր Նաիրա Մուրադյանը։ Ողջույն Նաիրա ջան, ինչպե՞ս ես։ Լավ, նորմալ։ Ինչ ես կարծում, գրքի պատմությունն է երեխայի վրա ավելի շատ տպավորություն թողնում, թե այդ պատմության հիման վրա ստեղծված արդեն վիզուալիզացիան։ Երևի միասին, առանձին, եթե նկարները նայի ու պատմությունը չիմանա, դժվար է այդքան մեծ տպավորություն մնա, հա, այդ նկարներից։ Իսկ երբ որ հետնել նաև կա պատմություն, այդ նկարները դառնում են, հենց, ոնց ասեմ, հիշելու համար հենակետեր։ Օրինակ ես մանկության գրքերս հիշում եմ նկարներով ավելի շատ, քան թե պատմությունով։ Հիշում եմ օրինակ Գարգանտիոյի Պանտագրուելը նկարներով։ Այդ գիրքը այդ նկարներով եմ ես հիշում, նույնիսկ չեմ հիշում շատ անգամ սյուժետը, բայց նկարները բոլորը հիշում եմ անխտիր։ Որովհետև գիրքն է իր առաջինը կարդացել եւ չկար դեռևս։ Չէ, կային, երկուսը իրար հետ էին։ Հա, իրար հետ էին իհարկե։ Եթե կինոյի մասին է խոսքը, վիզուալիզացիա ասելով, այլ ոչ թե իլյուստրացիայի։ Այո։ Տեսա, այսինքն շարժական կադր ստանալու կինո, մուլտ նկատի ունեմ, այո։ Դեք այնքան տարբեր է, տարբեր գրքեր, տարբեր բան ունեն։ Կա ֆիլմ, որ ավելի ուժեղ է, քան իր տակի պատմությունը, բայց կան գրքեր, որ երբեք չես կարողանա կրկնել կինոյում։ Կանես, բայց ուրիշ բան կստացվի։ Եթե շատ մոտիկ թողես գրքին, կինո չի ստացվելու։ Պետք է կինոյի լեզուն մի քիչ ուրիշ է։ Այսօրվա երեխաների մոտ տենդենսը միշտ դեպի շարժական կադրն է, եւ ես միշտ փորձում եմ դրա հետ պայքարել, բայց գրեթե անիմաստ պայքար է դա, որովհետեւ հաղթել է գրքին կադրը, շարժումը, անիմացիան հաղթել է։ Դրա համար եմ հարցնում, եթե օրինակ դու նույն Գարգանտիոյի Պանտագրուելից տպավորվել ես նկարազարդումներով, նույնիսկ պատմությունը չհիշելով, այստեղ կարող ենք համեմատություն անցկացնել պատմություն եւ նկարազարդում, բայց ես ավելի շատ խոսում եի ֆիլմ, եթե կա ֆիլմը եւ գիրքը։ Եթե չես կարդացել գիրքը ու նայել ես ֆիլմը առաջինը։ Այդ ափսոս է։ Ափսոս է։ Որտեվ նայելու ես արդեն գիրքը կարդալուց տեսնելու ես այդ կինոն։ Իսկ երբ որ գիրքը առաջինն ես կարդում, դու տեսնում ես քո կինոն ներսում։ Որը օրինակ այս վերջերս ինչ սիրիալ էր նայում էի, բանը 100 տարվա ամենությունը։ Այո։ Ես այդ գիրքը նենց եմ տեսել։ Համընկավ։ Չէ։ Իհարկե չէ։ Ցավոտ է սիրելի ստեղծագործությունները, սիրելի գործերը տեսնել, հա։ Վատ սիրիալ չի, չեմ կարող ասել, որ վատն էր, բայց շատ կոնկրետ էր, շատ, ոնց ասեմ։ Իսկ կերպարները, Ուրսուլան։ Ուրսուլան հələ ոչինչ, բայց այնտեղ ամարանտա չի, Ռեմեդիասներ նման իմ պատկերացումով, այնտեղ մահը նենց էին սարքել, որ տենց չի էլի, մարդը գնում։ Ափսոս է, երբ որ սիրելի գործերդ տենց քո պատկերացումից դուրս են լինում։ Էնել Մարկեսի նման, հա։ Տենց պատկերավոր գրողի էլի։ Բայց երբեմն կան ինչ-որ դեպքեր, ուզում եմ խոսել մի գրքից, մի ֆիլմից, որը ֆիլմ էր ու հետո դարձավ գիրք, Ֆավնի լաբիրինթոսը Դել Տորոյի, որ Կորնելիո Ֆունկեի ստեղծագործությունն է Դել Տորոյի ֆիլմի հիման վրա։ Սա իհարկե հազվագյուտ ֆիլմերից է, որի հիման վրա է ստեղծվում գիրքը ու պատմությունը եւ չի տուժում։ Ես շատ մեծ հաճույքով եմ կարդացել։ Հա, չես կարդացել, իսկ իհարկե ֆիլմը դիտելուց հետո եմ կարդացել եւ չեմ հիասթափվել ոչ ֆիլմից, ոչ գրքից եւ
Ֆիլմը իհարկե հրաշալի ֆիլմ է, շատ սիրուն։ Լավագույն ռեժիսորներից մեկն է։ Այո, էսթետ եւ լավագույն ռեժիսորներից մեկը։ Կարողանում է աշխատել, ասենք, մոնստրերի հետ նենց, որ դու այդ մոնստրերին ավելի շատ ես սիրում, քան հերոսները։ Հա, իսկապես այդտեղ Վանող տգեղ չեն, իրանք բնավորություն կերպար են։ Այդ Դել Տորոյի պլյուսն է։ Նո, հեքիաթասաց է։ Լավագույն։ Այո։ Լավագույն։ Եվ ֆիլմը ինքը հեքիաթային է, ֆիլմը ինքը հեքիաթային է։ Լավ աշխատում։ Եվ ես միշտ մտածում եմ, ինչ տարիքի երեխաներին կարելի է խորհուրդ տալ արդեն նայել, որովհետև այնտեղ պատերազմական, այդ իսպանական պատերազմի տեսարաններ կա մի քիչ դաժան, հենց հերոսի վերաբերմունքը կնոջ զինվորներին։ Ինձ մի հարցրեք, ես երեխաներին թողել եմ չեն եղել տենց ֆիլմեր, որ չեն նայել։ Այ զրուցենք մի քիչ այդ մասին էլ, հետաքրքիր մոտեցում է։ Ես օրինակ մտածում եմ, որ այդ տիպի տեսարաններով ֆիլմերը կամ գրքերը պետք է ինչ-որ որոշակի տարիքից հետո, գուցե դա մեր վախերն են, որոնք մենք փոխանցում ենք մեր երեխաներին։ Չես վախեցել երբեք, որ դա հետո երեխաների վրա ինչ-որ հոգեբանական ազդեցություններ կթողնեն։ Չեմ ասում ամենադաժան ֆիլմերը, բայց տենց օրինակ Դել Տորոյի ֆիլմերից չեմ կարծում, որ չթողեի նային, եթե փոքր ժամանակ լիներ այդ։ Հատկապես որ Ֆավնի լաբիրինթոսը երազանքի հետևից գնալու եւ այո, հենց այդ գրքի միջոցով եթե այդ տարիքում ինքը հետ չզգա, հետո ուշ է լինելու։ Հետո չի այդ երեխայի հետ չի ապրելու այդ սաղ։ Ինձ թվում է, չգիտեմ։ Հետո հեքիաթները, որ մեր մանկական, նույնիսկ հայկական նայում ես, դաժանությունա, որ կա չէ մեջները, զանգի զրանգի, ինչ ասես կա մեջները, խոմ չեն պահել, ասել ես չպատմենք երեխեքին։ Չէ, այդ էմպաթիայի բանը պետք է շատ շուտ սկսես։ Որ ինքը համ վախենա այդ հերոսի համար, համ խղճա, համ, չգիտեմ, շուտ զարթնի իր մեջ մարդը։ Ես միշտ խոսում եմ հյուրերիս հետ այս հարցի շուրջ, այդ տեսարանները սուր երեխաներին որ տարիքից է կարելի, ով ինչպես է, ինչ մոտեցում ունի, այդ կարելի, չի կարելի սահմանները որտեղ են, թույլատրելի, չթույլատրելի։ Եթե վատ ֆիլմ չի, լավն է, պետք է նայել։ Տարիքը կապ չունի։ Վատ ֆիլմեր աշխատեք չնայեն, ասենք այն ինչ որ դուք չեք սիրում, եթե իհարկե դուք ձեզ հարգում եք, համարում եք որ ձեր սիրած չսիրածը կարևոր է։ Այդ բաները անճաշակ, կիսատ, ոչ ընթեռնելի, դրանք կարելի է ցույց չտալ։ Վատ գրականություն եւ վատ կինո։ Որտեղ մեկը իրանք նայելու են այդ մուլտերը, այդ սերիալները, որոնք դուք չեք ուզում որ իրանք նայեն։ Գոնե մենք դրանք նպաստենք։ Ես Մաշային եմ հիշում Թորանս հետ նայում ենք ռուսական անիմացիայի լավագույն, ասենք, Նազարովի ֆիլմերը իրար հետ, շատ սիրում էր, Ժիլգուլպյոսը մի 100 անգամ իրար հետ նայել ենք, բայց ինքը նաև նայում էր այն, ասենք, ինչ-որ մաման կամ պապան աղջկա հետ ինչ-որ բան են խաղում, տենց սիրալներ կար լիքը, ու ինձ ասում էր, ախմախ մուլտիկ եմ ուզում, այդ ինչ-որ արդեն բնորոշում էր որոշակի, որ հա Ես հոգնել եմ սրանից, ասում եմ դու ես ուզում 100 անգամ նայել։ Հա, էլ չեմ ուզում, ախմախ մուզիկա եմ ուզում։ Այսինքն չի կարելի ասել, էս մի նայի, էս նայի։ Այդ բանը առաջացնելու երեխու մոտ, որ իսկ հին ժամանակաշրջանի մեր սերնդի մուլտֆիլմերը, ֆիլմերը այսօրվա երեխաները չեն նայում, թե նայում են։ Նայած, չէ, ինչու, նայում են, Բեմբին նայում են։ Էլ ինչ են նայում, ինչ օրինակներ նայել են հաճույքով։ Բայց մեր ժամանակվա մուլտֆիլմերը Ալինկի ցվիտոչիկ ուզում ես ասես։ Դե ոչ միայն, ֆիլմերից էլ եկեք հիշենք։ Չեմ փորձել ճիշտն ասած իրանց վրա, բայց կարծեմ տեսել են։ Երեխեքս որ տեսել են հաստատ։ Թորներս հեչ անպայման չի որ նայեն, սա։ Հեչ անպայման։ Ինձ թվում է, որտեղ մենք էլ մեզնից 100 տարվա առաջվա ոչ մի բանը չի էլի, ոչ բոլորն է որ տեսել են կամ։ Ստացվում է որ այնինչ մեզ սիրելի է, պարտադիր չի որ մեր երեխաներին հետ դա տանք կամ դարձնենք իրենց սիրելի, որովհետև կա նորը, թե որովհետև
արժե համակարգն է փոխվել, պահանջնասերնդի ուրիշ բաներ են տեսնում եւ դրա հիման վրա ստեղծված ֆիլմեր ու դա վատ չի։ Իհարկե վատ։ Ծնողները սովորաբար ձգտում են երեխաներին դեպի իրենց ճաշակը, դեպի իրենց քաղաքականության մեծ մասը դա է։ Չենք խոսում, որովհետեւ դա է փաստա այդպես, հա, փաստորեն փոքր ընտանիքներում էլ է այդպես։ Մեծ ընտանիքներում քաղաքականությունը իսկ սոցիումի մեջ փոքր ընտանիքներում նույն բանն է տեղի ունենում։ Մենք անընդհատ փորձում ենք մեր նախասիրությունները ինչ որ կերպ երեխաներին կապել դրանց հետ։ Խորամանկորեն դու նայես իրան չթողես, հետո թողես, որ հետաքրքրություն առաջանա։ Տենց խոխմե կարել եմ երեխեքի հետ։ Բայց այս մինայի են նայի, այդ լավը չի, վատը չի, չպետք է ասես։ Այդ դու մարկեր ես դնում մի բանի վրա, որ իր աչքերով լրիվ ուրիշ բան է։ Բայց կան դասականներ, որոնք ծնողները կարծում են, որ օրինակ ես այդ սերունդների բախումը միշտ կա։ Միշտ հիշում եմ, ես ու եղբայրս ինչ երաժշտություն որ լսում էինք, հայրս միշտ ասում էր, «Էդ ինչ եք լսում, բամեր Էլվիսը, բամեր Փերի Քոմոն», հա, ու երբեք չէր սիրում այն ինչ որ մենք էինք լսում հիմա, իմ աղջկա սերունդը այն ինչ որ լսում է, այն ինչ որ դիտում է, ասում ենք բամեր ֆիլմերը, բամեր երաժշտությունը։ Սա սերունդների դասական բախում է, ոնց է պետք վարվել։ Հիմա մենք չենք հավանում հիմիկվա ֆիլմերը, նույնիսկ գրականության մեջ շատ բաներ, չնայած հիմա կանրադառնանք մանկագրության մեջ ավելի հետաքրքիր է դարձել, քան բայց ֆիլմերի եւ անիմացիաների առումով ինչ կասես։ Ես չունեմ այդ բանը, որ ասենք Եվայի լսած երաժշտությունը իմ համար խորթ է։ Չկա տենց բան։ Որովհետև հավանում ես, թե ընդունում ես։ Հասկանում եմ։ Հավանում եմ նաև։ Նույնիսկ ես ընդհանրապես երաժշտություն հազվագյուտ եմ լսում առանձին որպես երաժշտություն, որտեղ ժամանակ չկա, ասենք, երբ որ ֆիլմ ես անում, ինքը իրան լսելը սխալ է, ինքը ուրիշ ռիթմի մեջ է քեզ գցում։ Ռիթմը ֆիլմինն է պետք է։ Իմ մոտ չի ստացվում։ Այն ինչ որ դու ժամանակին անում էիր մուլտֆիլմերը, ցանկացած անիմացիա վերցնենք, եւ այնինչ հիմա ես անում, ինչ որ երիտասարդ տարիքում էիր անում, քանի որ երիտասարդ տարիքում ես չեմ արել իմ ֆիլմերը։ Ես 40-ից հետո եմ սկսել իմը անել։ Ամեն դեպքում այնինչ այսօր անում ես, դա քոնն է, քո տեսլականն է, ոչ թե պահանջարկը ինչ են սիրում, ինչ կնայեն։ Պահանջարկը եթե քո հետ համընկնում է, միայն այդ դեպքում է դառնում քո թեման։ Եթե հակառակը դու ֆիլմ անում ես, որ այդ պահանջարկից փոխվես, որ դրա տակ չմնաս։ Հակառակը, այդ այն բաներն է, որ դու կյանքում չես կարողանում ասել, անել, դա դառնում է ինչ-որ ստեղծագործություն, նկար, ֆիլմ, երաժշտություն, ինձ թվում է։ Այն ինչ-որ ներսում է։ Ու դժվար է արտահայտել առօրյայում։ Դա դառնում է ինչ-որ ստեղծագործություն։ Իմ կարծիքով տենց է ծնվում ինչ-որ բան, ինչ-որ կուտակումից հետո։ Երեխեքի մոտ ոնց է կուտակվում, հա, գրքերից ինչ-որ տպավորություններ, ֆիլմերից տպավորություններ, այդ դառնում է հետո իրանց ստեղծագործելու սենց պաշարը։ Ինչքան շատ իրանք վերցնեն, կուտակեն, ու անպայման չի գրքից, ֆիլմից, բնությունից, մարդկանցից, շփումներից, այդ բաները ինչքան շատ ունենա երեխան, ոչ թե սենց փակ դպրոց, տուն, դաս եւ այլն։ Ունենա շփումներ, ունենա ձեր ընկերների շփումները տեսնի, այդ բաներն է սարքում ստեղծագործ մարդը, ուրիշ ոչ մի բան։ Այսինքն էլի եկանք այդ մտքին, որ մենք երեխային պետքա միայն գեղեցիկը ցույց տանք, սիրուն բաներ։ Չէ, ինչ կա այն պետք է տեսնի, որ ճիշտը հասկանա։ Մի կեղծեք։ Հենց ստեղ էլ մենք այդ հեքիաթներում սուր կետերը, որ միշտ ուզում ենք փափկացնել, պետք չի, կարծում ես, որ պետք չի։ Կարմիր գլխարկը հիշեք։ Հիշենք։ Կուլ են տալի, չէ՞, այդ մարդկանց։ Համ տատիկին, համ թորանը։ Ճիշտ է, վերջում հնարած է, որ դուրս են գալիս, բայց դու ուտում այդ գայլ է իրանց։ Նու գրել են, չէ՞, այդ մանկական հեքիաթ է այդ։ Իմիջայլոց կարմիր գլխարկի հեքիաթի հետ կապված մենք հյուր ունեինք, մանկական հոգեբան, եւ խոսում էինք հեքիաթների ազդեցության մասին երեխայի վրա եւ կարմիր գլխարկի հեքիաթը օրինակ բերեցինք,
Կարմիր գլխարկի հեքիաթը գրվել է մեծահասակների համար եւ հետո ադապտացվել է փոքրերի համար եւ պարզվեց, որ նոր սերնդի կարմիր գլխարկի հեքիաթ կա, այսինքն պատմությունը շեղվել է եւ քանի որ այնտեղ բռնություն կա, չգիտեմ ինչ եւ փոփոխվել է հեքիաթը, պատկերացնում ես, որ սպանում փաստը Չէ, դե գալիս սպանում են մնացածը չեն ուտվում։ Այսինքն պատկերացնում ես, որ հեքիաթները հիմա մոխրոտիկից խոսեցինք, որ մոխրոտիկն էլա փոխվել։ Ինչ անենք, ոնց վարվենք այս ամեն ինչի հետ։ Դուք մի արեք տենց ուղղակի։ Պատմեք տենց ոնց կա։ Որտեղ բնօրինակն է, ոնց որ գրվել է։ Ինչա նշանակում լավացնել մի բան, որ գրվել է 50 մեր ժամանակներին։ 150 տարի առաջ։ Որովհետև առաջ կինը խեղճ էր, ընկճված էր, իսկ հիմա կինը պետք է այդպեսին չլինի, ընդվզող լինի եւ հեքիաթը փոխում են, պատկերացնում ես երեխայի մոտ նորը գրեն։ Ուրիշ պատմություն։ Իհարկե։ Եթե այդքան շնորհքով են, թող գրեն նոր պատմություն, ոչ թե փոխեն հինը։ Ահա, ու փոխեն, որովհետեւ այնտեղ իմաստ է դրված, շեշտադրումը լրիվ կյանքը սա սխալ է, հա։ Կամ որպես հեղինակ լրիվ ոչինչ անում։ Ես չեմ ընկալում դա։ Ես այդ կողմից տրամպիստ եմ։ Իսկ վիզուալիզացիայի տեսակներից որն է ավելի տպավորիչ երեխայի համար։ Օրինակ, եթե կա պատմությունը, կա մի հեքիաթ ասենք կամ որևէ պատմություն երեխայի համար, որ ընթերցում են, որից հետո արդեն առաջանում է դրա մուլտֆիլմը, ներկայացումը, կինոն, որպես անիմատոր Ինչ ես կարծում, ավելի շատ ինչն է ասում։ Գիտես ինչ, Բեմբիի վրա իմ մանկությունն եմ հիշում, որտեղ երեխեքին չեմ հետևել իրանք ոնց են ընկալում գիրքը ու բանը։ Խոսքը ուրիշ բան է։ Ես գիրքը ավելի շատ եմ սիրում մանկության տարիքում։ Միշտ սիրել եմ ավելի շատ գրքերը, քան թե կինոն։ Բայց հիմա երեխեքի մոտ լրիվ ուրիշ բան է։ Լրիվ ուրիշ բան է։ Ոչ մի կերպ չեն կարողանում դեպի գիրքը բերել։ Նույնիսկ ֆիլմից հետո, գոնե որ ասում ես կարդա այդ պատմությունը գիտես, հետաքրքրել է քեզ, միևնույնն է շարժական կադրը գրավում է։ Կարդալը դժվար է հիմա։ Դե թվային աշխարհը մի քիչ դժվար է, էլի այդ թերթել, բացել, փակել, երևի, չգիտեմ։ Միշտ Բեմբիի օրինակն եմ բերում, ես գիրքը ավելի շուտ եմ կարդացել, քան ֆիլմը նայել, երկուսն էլ ահա որ ազդել են վրաս։ Երևի առաջի անգամ որ ես լացել եմ գրքի վրա, այդ եղել է Բեմբին։ 7 տարեկան երևի տենց, որ արդեն ինքս էի կարդում։ Ու ֆիլմում էլ։ Այդ կտորները ինչ եմ ես լացում եմ որ Հիմա նույնիսկ ֆիլմերում վիզուալ, այսինքն այդքան ասում ենք որ վիզուալին ավելի շատ են գնում երեխեքը, նույնիսկ ֆիլմերը հիմա իրանց տենց չեն հուզում։ Այսինքն իրանց էմոցիոնալ դաշտը մի տեսակ կոփված են։ Երեխեքի հետ ես դու շփվում ես, ավետ իմանք լավ էլ ազդվել են։ Կա կարծիք, որ կինոն դա պրոպագանդայի մեծ գործիք է։ Գիրքն էլ։ Գիրքն էլ։ Կարծում ես գիրքն էլ։ Իհարկե։ Այդ ինչ ասեմ, ուղղակի մենք հիմա որ ունենք ուրիշ բաներ, գիրքը դրանից դուրս է եկել։ Ինքը չի կարող տենց ազդել, այդ մասսայականությունը չունի։ Բայց հեռուստատեսությունն ու կինոն ունեն։ Կինոն մի քիչ ավելի քիչ։ Մասսովի բաները ունեն, տենց բան, հեռուստատեսությունը, պոդքասթները եւ այլն։ Այդ է պրոպագանդան։ Ինչքան արվեստին մոտիկա, այնքան պրոպագանդայից հեռու է։ Որտեվ դու ստեղծագործելուց չես մտածում ում համար ինչ ես անում։ Դու անում ես, որտեվ չես կարողանում չանել։ Գիրքը կարդալիս երեխաները իրենք են կամ մարդիկ սովորաբար հատկապես մենք երեխաների մասին ենք խոսում իրենք են ստեղծում կերպարները հա իհարկե այդ դու խոսում ես 100 տարվա մենությունից տես ինչքան կերպարները դու ունեցել ես ինչեւ հիմա ես իրանց ունեմ եւ ինչ հիասթափություն ես ապրել որ երբ որ չեն համընկել քո սիրելի կերպարների հետ բայց այսինքն գիրքը կարդալուց միշտ կերպարները մենք ենք հյուսում Իսկ կինոյում արդեն պատրաստի կերպարները մենք տեսնում ենք, այստեղ երևակայության զարգացման համար ինչ Դե հա, գիրքը ավելի է դրան խթանը ավելի մեծ, որ դու ինքդ պատկերացնես, բայց մարդկա որ ինքը չի էլ պատկերացնի։ Տենց երեխաներ կան։ Մինչև չնկարես,
չցույց տաս, ինքը այդ կերպարը չի տեսնում։ Կան տենց մարդիկ։ Կան։ Գոնե կինոյով լավ կլինի որ տեսնեն։ Գոնե կինոյով այդ կերպարին ինքը ծանոթանա որտեվ տեսնելու է ինչ որ ծանոթ մարդու դեմքով, հասկանում ես։ Ավել բան ստեղծագործեն ծնված օրվանից ստեղծագործ մարդիկ։ Չստեղծագործ մարդիկ էլի ծնված օրվանից չստեղծագործ։ Ես համոզված եմ։ Բանը երեխաների, բայց մեծ մասը ստեղծագործ են, եթե չթողես հակառակը, չխանգարես։ Երեխաների մեծ մասը նկարում է։ 1000-ից մեկն է որ չի նկարում։ Բոլորը նկարում են, շատ կերպարային են նկարում։ Ինչ որ մի տարիք հետո արդեն կամ հստակ դադարում են նկարելը, կամ տարվում են արդեն նկարչությամբ։ Հա, բայց եթե զգում ես, որ այդ մարդը ձիրք ունի, պետք է առաջ տանես, որտեվ հայերի մոտ ընդունված է, չէ, նկարիչ ինչ պրոֆեսիա է։ Իմ տարիքի օրինակ։ Ընդհանրապես իմ ծնողների իմ բախտը բերել է որ նկարիչներ են։ Նարա ջան, դու նաև գրքեր ես նկարազարդել, նկարազարդում, արի մի փոքր խոսենք նկարազարդումներից, որովհետև սրանք շատ կարևոր կետ են մեր գիրք ստեղծելու process-ում։ Պատմությունը մի բան է, նկարազարդումը մի այլ բան է։ Եվ ես նույնիսկ գրքեր ունեմ հրատարակած, որ պատմությունից առավել նկարազարդումներն են խոսում եւ դա փորձված է երեխաների վրա։ Իրենք այդ գիրքը սիրում են նկարների շնորհիվ։ Մի տեսակ պատմությունը նույնիսկ երկրորդ պլան է եւ ավելի թույլ։ Ինչպիսի կարևորություն ես դու տալիս նկարազարդումներին գրքի մեջ։ Այ ինքդ էլ պատմեցիր ինչքան տպավորվել ես այն պատմությունից, որի նկարազարդումներն են հիմա աչքիդ առաջ, նույնիսկ պատմությունը չհիշելով։ Ես այդ գիրքը հիշում եմ դրանցով, այդ գրավյուրաներով։ Ինչպես ես դու նկարազարդում, այսինքն երբ որ դու սկսում ես նկարազարդել եւ պատմությունը կարդում ես բնականաբար, ինչ process է տեղի ունենում, դու կտրվում ես պատմությունից, թե պատմության մեջ ես եւ դրա հիման վրա ես հյուսում, ինչ տեղերում ես ակցենտը դնում, դետալների, շատ դետալների, որտեվ ես հենց սիրում եմ այն նկարազարդումները, որոնք ոչ թե գրածի վրա է, այլ ինքը ավելացրել է։ Բայց ոչ թե դու զգում ես, որ ինքը իրանից է ավելացրել։ Ինքը պատկերացրել է այդ սենյակը ոնց կլինի, եթե լույսը ընկնի այդ կերպարը ոնց կլուսավորվի, նույնիսկ եթե դրա մասին չի գրած։ Այսինքն պատմության մեջ չկա այդ դետալային նկարագիրը, բայց դու դա քո երևակայությամբ երբ որ տեսնում ես, հենց այդտեղ էլ դնում ես շեշտադրումը։ Այդտեղ է ծնվում քո առանձին իլյուստրացիա, իրավունքը իլյուստրատոր կոչվելու։ Այո։ Դու սա ավտոր ես դառնում։ Չպետք է դուրս պատմության, իհարկե պատմության, դու չես կտրվում պատմությունից։ Չես լրիվ փոխում, օրինակ ես չեմ սիրում, երբ որ Շեքսպիրի գրածը ֆիլմում այսօրվա վրա է գցած։ Ես տենց բաները նայում եմ իհարկե, մեկ-մեկ հաջողվածներ կան, բայց մեկը իմ համար այդ իլյուստրացիան ներքին իլյուստրացիան կարդացածի հինը։ Չնայած մենք չգիտենք ոնց է եղել, չէ՞, մեր հնարած այդ պատկերացումն է հինը։ Ուզում եմ հիշեմ ամենաազդեցիկ նկարները, որ առաջի անգամ տեսել եմ, մինչև հիմա այնպես տպավորված է, գիրք չէր։ Քարանձավների նկարներն են, որը Իսպանիայում ու Ֆրանսիայում են, հա, այդ ցուլի կերպարները։ Մինչև հիմա 36000 տարի առաջ արված նկարը։ Անհավանական։ Տենց ցուլ չկա։ Նո Պիկասոն է փորձել մեկել։ Այդ ուժի ցուլ չկա նկարած այդ հազարամյակների ընթացքում։ Այսինքն այդ պատկերը այնքան ուժեղ է, այնքան ճիշտ է, որ տպավորվել է իմ մանկության էնցիկլոպեդիայի տատս ինձ ասում էր կրծող էլի։ Ես նստում եմ, սա նայում եմ ու տեղից այդ պատկերը, այդ գրաֆիկան ոնց է արած։ Բա այդ ուժը էլի նկարչության, որ հետո չի կրկնվել։ Այսինքն ժամանակը նշանակություն չունի։
Բայց նկարազարդողը հերոսներին հարմարացնում է այս ժամանակների, մի քիչ մտածում է տենց հնոտի չան է։ Պատկերացնում է, չէ, ոնց պատկերացնում ես։ Օրինակ ես փոքր ժամանակ նկարում էի, ինչ որ կարդում էի, ասենք Դիկենսից սկսած, հա, իմ սիրած գրողներից մեկն է, որ հիմա զարմանում եմ, խե սիրում։ Նու վատը չի իհարկե, բայց երեխու սիրելու բան չէ։ Այդ Դոմբի եւ Որթի գիրքը համ ռուսերեն եմ կարդացել, համ հայերեն եմ կարդացել, ուշքս գնում էր այդ գրքի համար։ Ու այդ պերսոնաժներին փոքր նկարում էի, ամաչում էի մեծ նկարեի, որտեվ վստահ չէի, որ տենցն են, էլի, այդ Պոլին իր եղբայրը, բան։ Հիշում ինչ հիմա կա այդ նկարները, գիտես, պահած, մաման պահում էր։ Հիմա իհարկե որ նկարեմ, լրիվ ուրիշ բան կնկարեմ։ Այն ժամանակ նկարում էի փոքր տղա, բացի, պուտյու, խեղճ։ Բայց տենց չի էլ այդ կերպարը։ Իսկ մանկական գրքեր նկարազարդելու ժամանակ կարևոր է, որ երեխայի հոգեբանությամբ նայես, անընդհատ ռակուրսը լինի։ Հա, այսինքն սխալվելու ես, դու պետք է նկարես լավ, ուղղակի, քեզ հաճելի, լավ, երեխեքին դուր կգա, եթե լավ նկարես։ Ես չեմ ճանաչում որևէ նկարազարդողի, որևէ գրողի կամ նկարչի, որը կարծում է, որ ինքը վատ է գրում, վատ է նկարում, վատ է նկարազարդում։ Գիտես, գրքեր կան, որ միանգամից ես սկսում ու ստացվում, գրքեր կան, որ տենց էլ հրաժարվում ես ուղղակի, որտեղ չի ստացվում։ Էդ է լավն ու վատը։ Կարող ես, թե չես կարող։ Հա, ես չեմ կարող ասում, որ ես վատ իլյուստրատոր եմ, ճիշտն ասած, որտեվ համեմատում ես վերջը։ Հետո այդ պաշարը, որ ունես, ու սիրել ես գիրքը, դու չես կարող կեղծես, ինչեր անես։ Այսինքն Նկա եթե իլյուստրատորը անկեղծ է ու սիրում է գրականություն ու նկարիչ է, պետք է որ լավ նկարի։ Կարևոր է, եթե չես սիրում գործը, չանես, չմոտենաս։ Ավելի լավ է չմոտեն, իհարկե։ Եղել է, շատ է եղել, որ ինչ որ բան առաջարկել են, աֆիշ, ասում եմ ես իմը չի, ժողովուրդ։ Չեմ կարող ուղղակի։ Ինչ խորհուրդ կտաս այն ծնողներին, ովքեր ցանկություն ունեն, որ իրենց երեխաները անիմացիայով զբաղվեն, որովհետև այսօր շատ շատերն են դրան հակված, երեխաները իրենք էլ են սիրում։ Եթե սիրում են, հարցնում ես ինչ խմբակ է գնում երեխան, ինչով է զբաղված, ասում է անիմացիոն ծրագրեր է գնում սովորի եւ կարծես թե ծնողներն էլ հակված են, իրենց դուրը գալիս է դա։ Շատ լավ է որ հակված են, որտեվ աշխարհ ստեղծելուց հետաքրքիր բան չի ստեղծվել հələ։ Ու եթե երեխաները ինչ որ բանի միջով անցնելով դա սովորեն, անպայման չէ հենց այդ ծրագիրը օգտագործեն, բայց գան որ կարող են անել մի բան, որ մինչև այդ չկար։ Ստեղծել իրենց Ստեղծեն ու հետո նայեն ու զարմանան, որ այդ իրան ստեղծածն է։ Այդ ամենահաճելի զգացումներից մեկն է։ Ինչ խորհուրդ կտաս ծնողներին, այսինքն քիչ խանգարեն, հա, քիչ խանգարեն, քիչ միջամտեն, թողնեն, որ այդ երեխան ինքը իր ցանկությունով ստեղծի իր այդ աշխարհը։ Անպայման զորով ոչ միտեղ մի տարեք։ Եթե իհարկե ինքը նենց տաղանդ չունի, որ դուք զգում եք ինքը ուղղակի ծուլանում է, բայց թույլ է, որտեվ դա տենց դեպքեր էլ կան։ Հրաշալի երաժիշտ է, հրաշալի լսողությամբ բան, բայց չի զբաղվում, որտեղ զորով չի լինում, ինչքան էլ ստիպում ես միևնույնն է։ Բայց ինչ որ ճիք, ինչ որ ձև գտնել, որ ինքը դրանով զբաղվի ի վերջո։ Ծնողի անելիքն է, ինչ որտեղ։ Հա, իհարկե։ Թող ինչ ուզում են կարդան, թող ինչ ուզում են լսեն, թող ինչ ուզում են նայեն։ Իսկ տաղանդը այս պարագայում արվեստի, նույն անիմատոր դառնալու, անիմացիաներով զբաղվելու, նկարազարդումների տաղանդը պարտադիր գործոն է, թե կարելի է աշխատասիրությամբ կամ սովորելով հասնել ինչ-որ բանի։ Սովորելով կհասնես միջին ինչ-որ բանի։ Նորություն դժվար ստեղծվի, եթե մեջը կայծ չկա։ Շնոր պիտի ունենաս երևի։ Հա, բայց իհարկե աշխատասիրությունը անպայման է։ Ես 5 տարվա իմ արածը նայում եմ, ասում եմ, չես արել։ Աճել եմ, հասկանում ես։ Նո անիմացիայի գծով։ Նկարչությունը հակառակը։ Հիմա սովորական է դառել։ Ասենք փոքր ժամանակ ավելի հետաքրքիր եմ։ Ջահել ժամանակ ավելի հետաքրքիր նկարիչ եմ եղել, քան հիմա։
բայց այն բաները, որ ասենք շարժման կինոյի հետ է, աճել ես։ Անխոս աճել ես։ Տենց օրենք չկա, էլի, որ ասենք աշխատասիրությամբ, քո մոտ կարող է աշխատասիրությամբ չի, ուրիշի մոտ աշխատասիրությամբ է։ Ընդհանուր բան չկա բոլորի համար։ Դրա համար ես դպրոց չեմ սիրում։ Ինչ որ անհատական մոտեցում է պետք վերջ։ Դե շատ դպրոցներ գալիս են դրան։ Շատ դպրոցներ արդեն այդպես են մտածում։ Դժվար է համակերպվել դրա հետ։ Մենք շատ սովոր ենք այդ ստանդարտ կրթական համակարգին, բայց այս խեղում է մի քիչ լավ խեղում է։ Ով որ խեղվող է, խեղվում է։ Ինչքան դեպքեր գիտեմ հենց Հայաստանում, որ արդեն ընտանեկան ուսուցման են դիմում, տնային ընտանեկան ուսուցման շփումներն է պակասում մարդկային, ու դառնում են մարգինալ։ Իսկ ազգային տարրը նկարազարդման, գրքի նկարազարդման մեջ ինչքանով է կարևոր, թե սա փոքր ազգի մտածողություն է, որովհետև մեր գրքերում հերոսները ակնհայտ տարբերվում են միջազգային նկարազարդումների հերոսներից։ Ոչ բոլորը։ Եվ մի իմ փորձից ելնելով մի գործոն էլ ասեմ, միջազգային շուկայում, երբ որ մենք որոշ երկրների գրքեր փորձում ենք իրավունքները գնել, իսկ իրավունքները տեքստ եւ նկարազարդում իրար հետ կամ առանձինը, շատ պարագաներում մենք տեքստը գնում ենք, նկարազարդումները ոչ, որովհետեւ օրինակ չինացիների մոտ, հնդիկների մոտ ակնհայտ հնդկական կերպարներ են, ակնհայտ նայում ես տեսնես, որ այնտեղ չինացիներ են եւ շատ ա եղել, ուրիշ բան որ չես հավանում եւ ընտրում ես ուրիշ ազգի ինչ որ մի նկարազարդողի նկարներ, բայց ազգային տարրը եւ հայկական նկարազարդումների մեջ ինչքանով է դա ակտիվ։ Գիտես, եթե արխայիկ բանը վերցնենք, կերպարը հասկանալը վերցնենք, եթե տենց կարողանաս նկարել հային, ինչը շատ քիչ է բանը լինում է, որ տարազով է ինքը հայ, հասկանում ես, ընդհանրապես ատրիբուտիկայով է հայ, ոչ թե ինչ որ խորքային կերպար է, որ դու նայում ես ու ասում ես հայ էլի մերոնք են։ Եթե տենց մոտենաս, որ տենց խորանաս, որ զգաս այդ, հա, քո ազգի տարբերությունը, ասենք Սասունցի Դավիթը, ինքը չես կարող այլ բան չես։ Ինքը իրանով հասկանում ես, ինքը իրանով իմ համար ամենահայկական, ամենաազգային էպոսն է։ Դե հա, Սասունցի Դավիթը ազգային էպոս է, չես կարող այլ հա, բայց պատկերացրու կերպ նկարել, պատկերել։ Հա, բայց ինքը ոնց գրած է, եթե տենց նկարես, կլինի այն ինչ որ պետք է։ Ասենք Կոջոյանը, չնայած չեն հավանում շատերը իր ձևավորումը, բայց Կոջոյանը այն է արել, ինչ որ գրած է։ Արել է այդ մարդը։ Ինքը Ռասկադրովկայով բանը վարել է ամբողջ էպոսը։ Ամբողջ։ Եթե ընդհանուր բան կարևոր պատկերը չի, կենտրոնական, գոնե կողքերում այդ սաղ կա։ Այնքան է մտել մեջը, այնքան է բան արել։ Մենակ ինքը չէ, շատերն են Սասունցի Դավիթ արել ու շատ լավ են արել։ Չայլոց, որտեղ ուժեղ գործ է։ Իսաբեկյանը ունի, Խանջյանը ունի։ Իսաբեկյանին է այդքան չեմ սիրում, որտեղ մի քիչ ես իմ համար Սասունցի Դավիթ չի էլի, դա բռի պտի լինի մի քիչ Լորեցի Սաքո պտի լինի։ Մի քիչ այդ գժան ծռեր են, չէ։ Իրանք ծուռ է։ Ես Խանջյանի նկարազարդումները հավանում եմ, այնտեղ Ձենով Օհանի կերպար կա, նենց լավ է պատկերել, որ նայում ես, սենց ձայնը լսում ես, սենց ձեռքերը սենց պատկերած, այսինքն ես միշտ նայում եմ, սիրում շատ Խանջյան, հիմա չեմ սիրում նայել, բայց առաջ սիրում էի շատ։ Չէ, ես Կոջոյան ավելի շատ եմ սիրում։ Էպոսի իմաստով։ Իսկ ազգային այդ էլեմենտը, օրինակ, եթե դա ազգային պատում չի, բայց հայ հեղինակ ա գրել գիրքը, շատ հաճախ է լինում, որ հայ նկարազարդողը, նկարիչը, այդ հայկական կերպարը նայում ես ու դու տեսնում ես,
անպայման։ Եթե այնտեղ կենթանի կա հեքիաթի մեջ կամ պատումի մեջ, անպայման այդ գորգը կբռնի կդնի այդ դե տենում ես ազդում է, չէ՞, կենթանու վրա ու դու արդեն տեսնում ես խուրջինը վրան, այդ գորգը կենթանու վրա։ Վատա որ քո ազգայինը խուրջիննող գորգն է հասկանում։ Դա հարցի մի այլ կողմն է, բայց կարելի է, չէ, եթե դա մի պատում է, որը ազգային մոտեցում չի պահանջում, այսինքն մենք չենք խոսում ազգային ինչ-որ կարելի է անել նենց, որ երեխան հաճույք ստանա այդ ձիուց, իշուկից եւ չբերել էլի այդ ազգային գորգը կախել կենթանու վրա։ Համաձայն եմ, որ հատուկ ազգային սարքելու համար էնել այդ ատրիբուտիկայով սխալ է իհարկե։ Ասում եմ, լավ նկարի անունը դիր ազգային։ Լավ բան ստեղծի անունը դիր այդ ազգային արվեստն է։ Այդ խաբել չի։ Դու հայ ես։ Դու հայ ես։ Այո։ Օրինակ միաձագին օրինակ բերեմ, հա, ճիշտ է անիմեի բաները պահած է իրանց ճապոնական անիմացիայի օրենքները, հա, բայց ինքը լրիվ եվրոպական քաղաք է նկարում։ Իր մոտ համարյա ճապոնիա չկա։ Ու այդ չեն ասում, վայ, փչացրեց։ Բայց ձեռագիրը շատ ճանաչելի է, ոչ թե իր ձեռագիրը, այլ հենց այդ ճապոնական։ Դե իրանք արդեն այդ նույնիսկ շարժում է իրանց։ Իրանց դպրոցը այդտեղ շինացիները, ճապոնացիները, հնդիկները, իրանք ունեն առաջի դասարանից նկարչության դասեր։ Նենց ոնց են գրում։ Իրանցը նկարչություն է, իրանցը գիր չի։ Այդ կալիգրաֆիան տար գրել չի, հա, այդ տողի վրա։ Այդ սենց ազատությունն է վրցնի։ Չեն կարա իրանք այդ անտես, չես կարող դա անտեսել, քո մոտ տենց չի, է։ Իսկապես ազգային մի հատ սենց ձեռագիր է, որը հա, բայց դու համարը չես կարող կրկնել։ Շատ տանջանքով կանես դա։ Այն մասնիկները չեն, որոնց դու սովորես։ Ճիշտ է, մեր տառերը նման են այդ կալիգրաֆիչեսկի, հա, այդ ազատությունը կա, բան լատինատառում։ Բայց իրանք վիզուալ լրիվ այլ են։ Համել սենց է շարած։ Համել սենց է շարած։ Սենց չի էլի։ Գիրքը բացում ես, ամբողջը սենց է։ Անձրև է գալիս, ձուն է գալիս։ Բնական են իրանք շատ։ Բնությանը շատ մոտիկ են այդ ազգերը, շատ։ Ես նույնիսկ դեպք եմ ունեցել, որ հնդիկ մի նկարազարդող գիրք էր առաջարկում ինձ, որտեղ իր նկարազարդումներն էին, ու ես բացատրեցի, որ սենց շատ լավ պատմություն էր իմիջիայլոց եւ շատ որակյալ գիրք էր, տենց հատուկ բաներ, հա, ազգային է։ Շատ ակնհայտ երևում է։ Եվ ես բացատրեցի, ասեցի, որ այս նկարազարդումները ոչ միայն Հայաստանում, այլ ընդհանրապես դուք չեք կարող, ինքը ուզում էր վաճառել նկարազարդումները իր շատ լավն էին։ Մի հատ առներ գոնեն։ Գիրքն էր ամբողջական, ուզում էր իրավունքները վաճառել։ Ու ես ասացի, հնարավոր չի, մեզ մոտ այս գիրքը հաջողություն չի ունենա, բացի այդ ես իմ սուբյեկտիվ մոտեցումն էլ լավը չէր, ես չէի հավանել։ Եվ ինքը ասեց, մի արտահայտություն արեց, որ էլ ավելի ես չսիրեցի, ասեց, ես կփորձեմ հաջորդ իմ գրքերը մի քիչ ավելի եվրոպական մոտեցում ցուցաբերել, սա էլ հարմարվել, ադապտացվել շուկային, որ վաճառես, որ հասանելի դարձնես, բայց մյուս կողմից գուցե սա էլ ինչ-որ մոտեցում է, որովհետև մենք էլ հիմա մանկական գրքերը, որ անում ենք, մենք հրատարակում ենք, նկարիչների հետ, որ խոսում ենք, բոլորի մոտ այդ հարցը կա, բոլորը ասում են, այնպես անենք, որ օրինակ կարողանանք դրսում առաջարկել այս գրքերը, եթե ազգային տարը շատ է, մենք դուրս չենք կարողանում առաջարկել եւ վաճառել գրքերը, այնպես որ ինչ որ չափով պետք է ադապտացվել նաև միջազգային ստանդարտներին։ Բայց ոչ թե հատուկ, այլ դու անկախ քեզանից ադապտացվում ես տեսնելով։ Դու տեսնելով ես, սիրելով ես դա անում, չէ՞, ինչ որ բան դուրդ գալիս է, ոչ թե նմանակում ես, այլ դու էլ ես տենց տեսնում արդեն աշխարհը։ Գուցե։ Բան է բացում, պատուհան է բացում։ Յուրաքանչյուր նոր բան, հա, ձեռք, ձեռագիր եւ այլն։ Նոր sense լույս է բացվում։ Դրա համար այդ
ազգային մնալու մեջ, հատուկ ազգային մնալու մեջ լավ բան չկա։ Դե այդ փոքր ազգերի մտածողությունն է։ Որ ինչ, որ չկորցնես դա։ Հա, դե մենք այդ առումով շատ դու ավելացնում ես դրան, դու չես պահպանելու եւ անընդհատ դրա մասին խոսելու։ Այսինքն մենք այդ քո ասած պատուհանը, այդ պատուհանը չենք բացում, մենք անընդհատ փակում ենք եղածը պահելու։ Հա, բայց չենք բերում, որպեսզի մեր մշակույթը չկորի, որովհետև նորը մերը չի։ Երբեք տենց չեմ ընկալել աշխարհը ու չեմ ոչ երեխա վաղտ, ոչ հիմա, ոչ էլ իմ օնք է տենց ընկալելու։ Գուցե այդ ազգային այդ հայկականությունը խնդիր չի եղել քեզ համար։ Լեզուն քոնն է, իհարկե, չի եղել։ Լեզուն քոնն է, լեզվով մտածում ես, լեզվով կարդում ես, գրում ես։ Ես հայերեն եմ մտածում, ի վերջո։ Ես ուրիշ լեզվով չեմ մտածում։ Չնայած եղել է պահերը, երբ որ սցենար ես գրում, այն ժամանակ սովետի։ Հա, երբ որ ռուսերենը ակտիվ էր շատ եւ ռուսերեն էիր մտածում, գրում, հետո կինոներ բոլորը համարյա ռուսերեն էին, կարդացած գրքերը ռուսերեն էին։ Բայց հայկական դպրոց էիր գնում ու դա եթե միևնույնն է, գերակշռող մասը մտքերիդ հայերենն է, դու չես կարա։ Ես վատ եմ վերաբերվում ուրիշ լեզվով մտածող, որտեվ բան ես կորցնում, ոչ թե վերցնում ես, այլ քոնը չունես, չունես ուղղակի։ Շատ բաներ չեն հասկանում ռուսալեզուները, շատ բաներ։ Իհարկե։ Հոգեբանական նույնիսկ բաներ չեն հասկանում։ Իրանք չեն զգում դա, իրանց համար դա պլյուս է։ Բայց դու զգում ես, որ մեր սերունդը էլի ոչ թե ավել է։ Պակասը։ Այս նոր սերունդը շատ ավելի այդ առումով հայախոս են, հայալեզու են, հայկական դպրոցներ են հաճախում ու փառք Աստծո, որովհետև մեր սերունդի ժամանակ մեր ծնողների այնտեղ իսկապես գերակշռում էր ռուսական դպրոցի երեխաները միշտ համարվել են ավելի այսպես հայկական են տվել։ Իսկ հաճախ ես նկարազարդել կազմեր գրքերի, որովհետև հաճախ նկարիչները անում են միջուկը, իսկ կազմը հրաժարվում են։ Էս էլ գրքի համար շատ կարևոր մի բան է, հատկապես հրատարակչի համար, որովհետև փաստորեն առաջին տպավորությունը գրքի կազմն է եւ կազմն է վաճառում գիրքը։ Հիմա միշտ դա են նշում։ Դու ինչպես ես վերաբերվում, արել ես կազմեր թե ոչ։ Ես շրիֆտերի հետ համարագործ չունեմ, այսինքն չեմ անցալում որպես իմ գործ։ Կարամ վրայից դնեն։ Ու միշտ փչացնում եմ շրիֆտը նկարեմ, միշտ։ Ես տենց չեմ հանդիպել, որ դու կազմ առաջարկես, հետո դնեն ու դուրդ գա։ Երևի դոնվ կատարումի 3 հատորյա կա այդ փափուկ, մենակը տեղա որ չի խանգարում։ Մնացած տեղերը բոլորը աչքից են ճտ։ Խփում։ Իսկ կազմեր շատ մեծ տարբերություն չեմ զգում ներսի ու դրսի նկարի միջև։ Սովորաբար ներսի էջերից, ներսի նկարներից որևէ մեկը դարձնում են կազմ, թե դա առանձին մշակույթ է, կազմը առանձին անելու։ Եթե նենց գիրք է, որ պատմողական գիրք է, ուրեմն ինչ որ քեզ ամենաշատն է հուզել, երևի գա կազմի վրա։ Եթե ինչ որ վեպ է կամ այնքան պետք է ընդհանրացրած մի բան գտնես, կերպար, հա, որ ամբողջը մտնի մեջը։ Ասենք 100 տարվա մենության նման գիրքը չի կարա հավաքական ինչ որ հա մի հերոսը, հա, բոլոր կերպարներին տեղավորես կազմի վրա, այդ էլ ինչ դժվար բան է։ Այնտեղ սա։ Ոնց որ վերջի պատկերներից մեկն է, ամենասարսափելի պահերից մեկը։ Բայց տենց եմ պատկերացնում այդ կազմը։ Կամ մի հատ մեծ մրջուն։ Ծառը։ Մեծ մրջուն, sense крупный планով, խոշոր sense, վախենալ։ Հետաքրքիր է։ Կազմ սիրում եմ անել, բայց իմ կազմերը նես չի որ հավանում են։ Միշտ դժգոհ են մնում։ Փաստորեն ունեցել ես փորձ կազմեր անելու։ Փչացնում են այնքան տարբերակներ են տալիս, անես, մինչև դառնում է միջին ինչ-որ բան, նոր վերցնում են, հասկանում ես։ Նարա ջան, սովորաբար մեր զրույցները, մեր սաբոտաժյան զրույցները հիմնականում ծնողներն են լսում, որովհետև կարծես թե իրենց հետաքրքիր են այս բոլոր խնդիրները, իրենց երեխաների հետ շփվելու,
դեպի գիրքը բերելու։ Այսօրվա մեր զրույցը կարծում եմ հենց երեխաներին էլ շատ պիտի հետաքրքրի, որովհետև ես ինքս բազում ընկերների երեխաներ ունեմ, ովքեր ձգտում են անիմացիայով զբաղվել եւ կարծում եմ շատ նյութ քաղեցին այսօրվա մեր զրույցից, քո պատմություններից, հատկապես Ցուլի պատմությունը շատ եթե չեն նայել, թող նայեն անպայման, որտեղ իսկապես ամենալավ նկարված Ցուլը այդ Իսպանիայի 36,000 տարի առաջվա Ցուլն է։ Հրաշալի պատմություններ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ հուսամ նորից կհանդիպենք մեր տաղավարում։ Շնորհակալություն։ Հաճույքով։ Այսօր կպատմեմ ժամանակակից դասական Կորնելիա Ֆունկեի Ֆավնի լաբիրինթոսը գրքի մասին։ Այն Օսկար մրցանակի դափնեկիր Ֆավնի լաբիրինթոսը նշանավոր կինոնկարի մոտիվներով է։ Նկարազարդումները պատկերազարդման վարպետ Ալեն Ուիլյամսինը։ Հեքիաթներով տարված երասկոտ Օֆելիան մոր հետ տեղափոխվում է խորթ հոր ռազմական ճամբար ու տնից ոչ հեռու բացահայտում է մի հին լաբիրինթոս, որտեղ էլ հանդիպում է Ֆավնին։ 10-ամյա աղջիկը բացահայտում է, որ ինքն իրականում մի կախարդական թագավորության կորած արքայադուստր է, իսկ ինչպես վերադառնա ի թագավորություն։ Մինչև լիալուսին նա պետք է կատարի 3 առաջադրանք, որ նրան է տվել Ֆավնը։ Ունենք, չէ՞։ Աստված ձեռու տանի իհարկե։ Մումա հասել մեծերի տարբերակում։ Մեծերի համար հեքիաթ չի։ Ի սկզբանե կարմիր հեքիաթը գրված է եղել մեծահասակների համար։ Կարմիր գլխարկը։ Ես ասի կարմիր հեքիաթը, հա։ Միշտ ընտրում են այն, ինչը որ ես չեմ Լավ, հələ սպասի սենց խոսացնեմ ինչ որ ձևով։